Այստեղ են գտել 2-ամյա Տիգրանի մարմինը փրկարարները։ Երեխայի անհետացումից 20 օր անց ժամը 10:49 ջրասուզակը Պետրոսյանների տնից 7 կիլոմետր հեռու Մարմարիկ գետում է նկատել փոքրիկին։ Գտնելուց կես ժամ անց Տիգրանի անշնչացած մարմինը հանել են Հրազդան ջեկի կամրջից քիչ հեռու գետի այս ճահճուտ հատվածից։ Բոլոր միջոցները փրկարար ծառայությունը իրականացրել է թե դրոններով, թե հատուկ միջոցներով, նկարանող սարքերով, կինոլոգիական խմբերով։ Ամեն օր մեր փրկարարները գետում չհայտնաբերելով երեխային իրենց մեջ հույս էր արթնանում, որ ողջ կլինի, բայց ցավալի է, ժամը 10:40 մեր ջրասուզակը տվյալ հատվածից հայտնաբերեց փոքրիկ Տիգրանին։ Տիգրանին խլելուց հետո խելագարված Մարմարիկն այսօր հանդարտվել է։ Դանդաղել է գետի հոսքը։ Դա է օգնել փրկարարներին, որ վերջապես գտնեն փոքրիկին։ 20 օր հրաշքի սպասող գյուղը ուշքի չի գալիս ցավից։ Չէինք ուզում, որ այս ձևով հայտնվեր, ուզում էինք ողջ լիներ։ Բոլորս էլ ցավում ենք։ Գյուղի դիմացի սարում մի մատուռ կա։ Մարմարիկցիները ամեն օր այնտեղ են գնացել, աղոթել, որ գտնվի Տիգրանն ու նշեն բոլորինը դարձած տղայի երկրորդ ծնունդը։ Ամբողջ գյուղը, ամբողջ հասարակությունը Հայաստանում մեկ թեկուզ եսիմի բոլորը ցավում են այս անմեղ երեխու մասին էր խոսքը, ապագա զինվորի։ Ես էլ բառեր չեմ կարող գտնեմ, ասեմ։ Բառեր չի գտնում 35 տարի Պետրոսյանների տուն մտած դուրս եկած Արայիկը։ Աչքի առաջ է Տիգրանը, պատմում է, մայրը բամբակի մեջ էր մեծացնում փոքրիկին։ 3 մետր հետմեր են բանի նման մերը հետևից, հերը հետևից, ուշադրության կենտրոնում եղել։ Արայիկը հիշում է, ինչպես էր նորայրը, Տիգրանի հայրը, 20 օր առաջ շնչակտուր իր դուռը հասել։ Նորայրը որ վազելով եկավ, հարևանիս հետ ստե պատտակը Արայիկո պարտ։ Երեխին չես տեսես, իմացա գայան չկի մասնակից, բա իմ տիկոն չկա։ Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր, վնասվածքներ չկան, հայտարարել է քննչական կոմիտեն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։